Օրվա ամենավիճելի հարցը Իրանն ու Միացյալ Նահանգները ի վերջո բանակցում են թե ոչ։ Իրանը ասել է, որ չի բանակցում, հիմա ոչ մի բանակցություն չի գնում, միջնորդների միջոցով լուրերը բդետվում, ինչ որ գետեր են փոխանցում, Միացյալ Նահանգները երրորդ երկիրներից ոնց որ ինչ որ առաջարկեր է արել Իրանին 15 գետով, բայց էլ դեր հաստատված չի 15 գետով առաջարկ է արել պատերազմը ավարտելու համար, բայց ինչպես լուրեր են դուրս եկել Իրանը իր առաջարկները անում, իր պայմանները ուղարկում եւ Իրանի համար անընդունելի միջնորդների միջոցով, բայց ուղիղ բանակցություն տրվում է Իսլամաբադի անունը, որտեղ կարող են Իսլամաբադի հավանությունը եւ Թուրքիա երկու անուններ են շոշափում։ Իսկ հայտնի է գոնե ով է առաջարկը արել բանակցել։ Միացյալ Նահանգներ են, որովհետև Իրանի կողմը, եթե մենք հիմա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից լսում ենք, որ մերժում են այս փուլում ինչ որ բանակցություն, որովհետև Իրանը ավելի բարի լավ դիրքում է եւ Իրանը ուզում է պատերազմի դաշտում հստակացնի եւ ամրապնդի իր դիրքերը եւ ինքը վերջնական պայմաններ թրադրող լինի եւ այս պահին էլ այդ իրավիճակում է իհարկե Միացյալ Նահանգները ասում է որ իրենք ավելի լավ դիրքում են ոչնչացել են բոլոր իրանական ռազմական ուժերը եւ Իրանը ոչ մի բան չունի, բայց մենք տեսնում ենք 25-րդ օր է եւ ամեն օր նույն բաներ են ասում եւ Իրանը հարձակվում է հակառակորդներին եւ 25 օր իրեն ասում են որ ոչնչացած է ամեն Իրանի ռազմաուժերը, բայց շարունակում է պատերազմը։ Փոյը ավելին Թրամփն այսօր ասել է մենք կվերջացնենք պատերազմը Իրանի հետ, մենք հաղթել ենք։ Չնայած զարմացել է մի քիչ թե հրթիռային կարողությունները Իրանին որտեղից այդքան, հա։ Տեսեք, բոլոր հաշվարկները, որ սկզբանե Թրամփը արել էր, հաշվարկները սխալ են եղել, նաև որոշ գեներալներ իրենց բարձրաստիճան զինվորականները նախազգուշացել են մինչև պատերազմը, որ Թրամփին, բայց Թրամփը հաշվի չի արել եւ իր շրջապատի վստահել էր, որը շատ ուղիղ ազդեցություն տակ են Իսրայելի լոբիստին եւ կարող է մետավ այդ պատերազմին ինքը մտածում էր որ քանի օրով այդ պատերազմը կավարտի կեսպանի Իրանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ռաղավարությունը առաջին շերտը, երկրորդ շերտը եւ պետական փլուզում կունենա ներսում էլ ժողովուրդը դժգոհ զանգվածը դուրս են գալու եւ այդպեսի սցենար էին պատկերացնում, բայց իրեն սցենարով պատերազմը չի գնաց եւ հիմա բոլորը տեսնում են ինքը դուրս գալու փլան չունի, հիմա փորձում է 3 արդեն հասել է բազի ռազմական թիրախները սպառնում է Իրանին, որ ենթակառույցներին, էներգետիկ ենթակառույցներին ենթակառույցների վրա հարձակվի, 2 օր է ժամանակ տվել, որ Հորմուզի նեղուցե Իրանը բազի, հետո նորից հետազեկեց նույն 5 օր, շուտով այդ 5 օրը լրանում է։ Շուտով 5 օրը լրանում է եւ հիմա այլ խաղ է առաջ տանում, որովհետեւ այսինքն մենք բանակցում ենք, այդ բանակցությունները սա վերջանում ենք, մենք ստացել ենք շահական ենք դուրս գալիս, բայց այդ ամեն ինչը Իրանին հաշվարկների մեջ թույլտուն մեծերնել է նպատակ ունի եւ իրեն փորձում են հիմա մենք տեսնում ենք մեծ ռազմաուժ կենտրոնացնում է տարածաշրջանում եւ հնանավոր է 5 օրից հետո այդ 5 օրը որ ավարտվի իրեն սամակային գործողություններ ձեռնարկեն եւ նաեւ
Հորմոզի նեղուցը մի քանի կեղզի վրա իրեն կարողանան փորձեն գերավեն եւ այդ Խոսքը այդ խարկ կղզու մասին է, հա։ Խարկ կեղզի եւ մի քանի կեղզի Ինչ կա այդ կղզում, ինչու է ամենամեծ իրանական նավթ արտահանող կեղզին է, ամենա 90% Իրանը այն կեղզից նավթ արտահանում, նավթային պահեստներ կան եւ մեծ փորձ է, մեծ նավահանգիստ է եւ դրանով ուզում են որ ինչ որ բաներ շահեն, որբեսի փոխարինեն Հորմոզի նեղուցի բազման հետ, օրինակ այդ կեղզի գերավեն, հետո դրա փոխարինակ ասեն որ Հորմոզի նեղուցը եւ մի քանի բաներ Իրանի դեմ դնեն եւ դրանով կարողանան դուրս գան այդ բարձրացվից։ Ցամաքային հարձակումը ենթադրվում է այդ ուղղությամբ։ Մեծ հավանություն այն ուղղության եւ նաեւ Իրանի որոշ ափի մի որոշ հատվածներ։ Ինչու է Իրանի արտգործնախարար Արաղչին հենց Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ անում դատապարտել Միացյալ Նահանգների գործողությունները։ Տեսեք, ամենամեծ այդ պատերազմը միայն Իրանի դեմ չի, այդ պատերազմը գլոբալ առումով Ռուսաստան եւ Չինաստանը ամենահիմքում Չինաստանի դեմ է, որովհետեւ Իրանի հարցը լուծելուց հետո եւ Իրանի վրա Վենեսուելայից հետո Իրանի նավթի էներգետիկ եւ ռեսուրսների եւ նաեւ տրանզիտ ճանապարհների նեղուցի վրա վերահսկություն պահպանելով ինքը արդեն շատ բարձր դիրք կզբաղեցնի Չինաստանի դեմ այդ գլոբալ առումով եւ Չինաստանին կթույլատնի կպատրաստվի արդեն Չինաստանի դեմ պայքարին եւ ինչ որ ընդդիմանալ Չինաստանին ռազմատնտեսական եւ դրա համար շատ ավելի անենգալում Իրանը Չինաստան եւ Ռուսաստանից որովհետեւ ավելի աջակցեն Իրանին որովհետեւ Իրանը հիմա գտնվում է այս գլոբալ առումով այդ պատերազմի արևելքը եւ արևմուտքի պատերազմի առաջին կիցում Հորմուզի նեղուցը բաց է թե փակ Հորմոզի նեղուցը բազ է, ֆիզիկապես փակ չի, բայց այն երկրների համար բազ է, որ Իրանին հակառակորդների կողմը չեն եւ իրենց չեն պաշտպանել, չեն աջակցել բազ մյուս երկրների որ Իրանի գործընկերների համար բազ է չինական նավեր անտեղ Իրանի թույլտվությունով հասնում են հնդկական անցել են երևի Ճապոնիայը մի քանի անգամ անցել է ճապոնական նավերը եւ բայց նախաբես պետք է Իրանի դերյակ պահեն եւ հետագայում այդպես են ասում որ ինչ որ գենային սահմաններ կհստակացնեն այդ Հորմոզի նեղուցը անցելու համար որովհետեւ մենք աշխարհում մենք տեսնում ենք որ բոլոր նեղուցները գումար են մուծում նեղուց անցելուց գումար են մուծում նավերը միայն այդ Հորմոզի նեղուցեր որ բազեր Իրանը բազել էր, բազեր թողել, բայց հիմա իրավիճակը փոխվելու է եւ Իրանը ուզում է որ գեներ սահմանի նեղուցը անցելու համար։ Այսինքն նավթի գինը չի վերադառնա նախքին շեմին։ Իհարկե, որովհետեւ ռիսկերը բարձրանում են, Իրանը բոլորովին իր ձեռք է վերցել այդ Հորմոզի նեղուցը, Թրամփը ՆԱԹՕ-ից խնդրեց որ օգնություն դրամադրեն որ փորձեն Հորմոզի նեղուցը բազեն ՆԱԹՕ-ը հրաժարվեց, Եվրոմիությունը հրաժարվեց, հիմա իրեն փորձում են ինչ որ գործողություններով կարողանան բազեն բայց այստեղ բազ թե փակ լինելու հարցը չի այդ նավերը որ անցում են պետք է անվտանգ լինեն այսինքն ինշուրանս կոմպանիաներ կան որ աշխատավորում են այդ նավերի ապահով անցնելը եթե Իրանը լուբոյ ժամանակ մի սալուտով
գարատ այդ ռիսկերը բարձրացնի եւ այն ժամանակ ինշուրանսի գինը բարձրանա, այն ժամանակ նավթի գինը եւ ապրանքների գինը այդ հատվածից անցելուց կբարձրանա։ Կասպիցում եւ Նախիջևանում տեղի ունեցածը ինչի մասին է վկայում։ Դրա համար է, որ ամեն ինչ անում է Իսրայելը, որ ներքաշին նաև Ադրբեջանը այդ պատերազմի մեջ, որովհետև իրենց պետք է այդ հարձակումների հետևում Իսրայելն է կամ Իսրայելը, որովհետև Իրանը որտեղ հարձակում է, բացահայտ ասում է, որ համ նախաբես համ դրանից հետո բացահայտ ասում է, որ մենք ենք հարձակվել եւ կասկածելի դեպքեր եւ Իրանը մեղադրում է Իսրայելին այդ Նախճավանի հարվածի համար եւ նաեւ դրանից հետո տեղի ունեցավ Իսրայելի հարձակում է Իրանի նավերի վրա, ռազմանավների վրա Կասպից ծովում, որը թույլատնի Իրանի ռազմական ուժերը Կասպից ծովում, դա վկայում է, որ հնանավորությունը բազում եւ բազում Ադրբեջանի վրա, որբեսի իրենք էլ ներքաշեն։ Այդ կապերը դրա համար են, որբեսի զգուշացումները եղել են Իրանի կողմից, որբեսի հետ կայնացնեն Ադրբեջանի ռազմավարությունը նման վտանգավոր սցենարից եւ խոհեմիթուն հայտնել։ Հասկանալի է։ Թուրքիայի հրթիռային հարվածներն են այդ նույն շղթայում։ Նույնպես Թուրքիային Իրանը ասել է, որ մեր կողմից չի եղել եւ նաեւ Թուրքիայի դիրքորոշում է այդ պատերազմի մեջ ինքը Թուրքիայի մեծ մերձագից է դարաշրջանում Իրանին մերձավոր արևելքից մինչեւ Միջին Ասիա, մինչեւ Հարավային Կովկաս, բայց այդ փուլում ձեռնդու չի, որովհետեւ Թուրքիային, որ Իրանը թույլանա, որովհետեւ Իրանի թույլացնում է Գեբերի Թուրքիայի թույլացնում է, որովհետև մյուս Իրանից հետո մյուս հերթը Թուրքիայում կլինի եւ Իսրայելը ուզում է տարածաշրջանում միանակ հեգեմոն լինի եւ բոլոր մեծ երկրները եւ ուժեղ երկրները կփորձի թույլացնել դրա համար։ Իդեպ Իրանից Թուրքիա գազի մատակարարումն է կասեցվել։ Ոչ միայն Թուրքիա, Իրաքի համար էլ գազի մատակարարումը դադարել է։ Պատճառը։ Այս պահին ներսում պետք է Իրանը, որովհետև վտանգ կա, որ իրանական գազի համալիրները վնասեն, դրա համար Իրանը պետք է իր ռեսուրսները կառավարի եւ կառավարի այդ ռեսուրսները եւ դրա համար է Իրանը մտահոգ։ Շատերին զարմացրել է նաև Պարսից ծոցի երկրների նկատմամբ Իրանի գործողությունները, փոյ։ Զարմանալի չի, եթե տարբեր բազմիցս Իրանը զգուշացրել է, եթե դուք տարածք եք տրամադրում մեր թշնամիներին, սամաքային տարածք որպես ռազմաբազա եւ նաեւ օդային տարածք եք տրամադրում, որպեսզի թշնամի հեշտության կարողանա թիրախավորի Իրանը, լոջիստիկ ապահովում եք, լոջիստիկ հնարավորություն եք ապահովում թշնամի համար, ինչի համար են զարմացել, ինչի համար է դժգոհություն է, եթե միացել են այդ ոնց որ մուտք են գործել այդ պատերազմին, իրենց մասնակցությունը ունեցել են ինչ որ չափով, հիմա Իրանը պատասխան է տալիս իրենց ռազմաբազաներին, ամերիկական ռազմաբազաներին, որը իրենց երկիրում է, նաև տնտեսական շահերին, որը Միացյալ Նահանգները մասնակից է այդ տնտեսական շահերի մեջ, այսինքն ինչ որ քաղել են, ստանում են ինչ որ Դե արդեն պատասխանում են նաև Իրանին։ Պատասխանը ուղիղ չի եղել, բայց դեռ դենց ուղիղ պատասխան չի տվել, բայց հենց իրենց դրամատուրգիան է, որ լոջիստիկ հնարավորություն են ապահովել թշնամիների համար, դա մուտք գործել այդ պատերազմը եւ պետք է Իրանը պաշտպանի, մեղադրում են Իրանին, որ ինչի համար քեզ պաշտպանում ես։
Ձեր դարասկից Իրանին հարվածում են, դրա համար էլ Իրանը այդ դարասկներին հարվածում է։ Ոյ քո սեփական կարծիքը այս սպասվող բանակցությունների մասին ինչպիսին է դրա այդ բանակցությամբ հնարավոր է կանգնեցնել այս process-ը։ Տեսեք, պատերազմները ինչ որ փուլում, բոլոր պատերազմները ինչ որ փուլում պետք է դադարեն եւ արձագանքեն բանակցությունների միջոցով արձագանքեն պատերազմի արդյունքները։ Դրա համար Իրանը շարունակում է, որովհետեւ շատ բարելավ դիրքում հայտնվի, որովհետեւ կարողանա թելադրող լինի այդ պայմանները, որ բանակցություն վերջին բանակցություններում կարա տեղի ունենա եւ վերջնական արձանագրություն լինի այդ պատերազմին։ Իրանին ձեռնտու է, որ այդ պատերազմը շարունակի, որովհետեւ նավթի գինը բարձրանում եւ թանկացումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում եւ ավելի մեծ ջանշում է գործադրում ամբողջ աշխարհը, նաեւ Միացյալ Նահանգների հանրությունը Թրամփի վարչակազմի վրա եւ բոլոր իրենց գործընկերները, դաշնակիցները նաեւ մեծ վնասներ են գերում 25-րդ օրը Հորմոզի նեղուցը դեռ փակ է Թրամփը խաղեր է տալիս, օրինակ խաղի դաշտը փոխում է, որովհետեւ մյուս խաղի դաշտ, այսինքն պատերազմ, բանակցություն, նորից պատերազմ, բանակցություն։ Իրանը ուզում է այդ վերջնագետ դնի այդ խաղերին, տակտիկաները փոխում է, որովհետեւ կարողանա ինչ որ չափի հաղթանակ կերտի։